Պարոն Գրիգորյան, ո՞նց է քարոզարշավի ընթացքը գնահատում։ Բավականին տպավորված բնակության մեծ աջակցությամբ այդպես Ինչ եք դուք խոստանում Փարաքարցուն եւ մյուս համայնքների բնակիչներին։ ինչ որ ծրագրում ներառված է, դրանք հստակ իրականություն պետք է դառնան, իսկ մենք ունենք նաև ծրագրեր, որոնք այստեղ ներառված չեն, մեր մտքում են, դրանք կլինեն անակնկալներ Փարաքար խոշորացված համայնքի բնակիչների համար։ Այս քարոզարշավի օրերին խնդիրներ, ինչ որ խախտումները ձեզ տեղի ունեցել են թե։ Մենք ոչ մի խնդիր չենք ստեղծել ոչ ոքի համար եւ չենք խախտել ոչ մի կարգ եւ կարելի ասել չեմ նկատել այդպիսի բան, չհաշված մի քանի թերությունների, ամեն ինչ նորմալ է ինձ թվում։ Իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր նկատել եք։ Ճիշտ ասած, բնական երևույթ է, ինձ թվում է, որը որ փորձում եմ չնկատել։ Հաշտ եք, այսինքն դուք այդ վարչական ռեսուրսի չարաշահման։ Վարչական ռեսուրսի ինչ նկատի ունեք, դուք որ ավելի կոնկրետացնեք հարցի, ես ավելի կոնկրետ պատասխան։ Իշխանությունը վարչական ռեսուրս կիրառում է, օրինակ համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցներ, մանկապարտեզի Համայնքապետարանի աշխատակիցներն, դպրոցի աշխատակիցներն, մանկապարտեզի աշխատակիցներն, բոլորն շատ լավ ճանաչում են տեխնացուներին եւ իրենց քվեն, իրենք կորոշեն։ Մենք նկատի ունենք, օրինակ պարտադրում են, որ իրենք էլ մասնակցեն քարոզարշավներին, իրենք էլ ընտրողներ բերեն։ Միգուցե չեմ հետևում ես քարոզարշավներին, մենք մեր քարոզարշավն ենք իրականացնում, հիմա պարտադրելով ամեն ինչը որոշվում է քվեատուփի մոտ, թե ում պետք է ընտրեն, հիմա ինչքան էլ մարդուն պարտադրես, մարդը պետք է ինքը որոշի, չէ՞ ում պետք է ընտրի։ Ընտրողների ռեգիստրում կարծեմ արդեն հրապարակվել է, հա, ընտրողների ցուցակները, թե ովքեր կարող են մասնակցել։ Դուք ուսումնասիրել եք նոր անունների հայտ եկել են։ Ճիշտ ասած, չեմ ուսումնասիրել, նոր անուններ չեմ կարող ասել, որ չեմ ուսումնասիրել ես այո։ Եվ որ նշեցիք փորձում եք չնկատելու տակ, հա, դա ինչ է նշանակում, այսինքն կարող է տեսնեք, որ ինչ որ խախտում է լինում եւ աչք փակեք, հա, դրա վրա։ Չէ, եթե ինչ որ խախտումներ նկատեն, որոնք որ ինչ որ չափից դուրս են, անպայման կարձագանքվի։ Մենք մեր քարոզարշավն ենք իրականացնում, մենք փորձում ենք բնակիչների հետ անհատական շփվել, հաղթանակը դա է բերելու, ոչ թե ինչ որ նկատել, մեկի պաստառը ավելի շատ է, մյուսինը ավելի քիչ է, դա հատկապես բան չի փոխել։ Այսինքն կա խախտման չափ, որի հետ կապված կարելի է չբարձրաձայնել։ Ոչ թե կարելի է չբարձրաձայնել, ուղղակի կարելի է ուշադրություն չդարձնել, չշեղվել քարոզարշավից, չշեղվել բնակչի հետ հանդիպումից, բնակչի հոգսը լսելուց, բնակչի վաղվա օրը կառուցելուց, ինձ թվում է դա ավելի կարևոր է, քան թե ինչ որ պաստառը մեկը մյուսի վրա է կպցնում կամ մեկը մեկի կողքն է կպցնում։ Ճիշտ է, քարոզարշավի փուլում բոլոր տեխնացուներն ասում են, որ 50+1 են հավաքելու, բայց դուք կոալիցիայի դեպքում եթե նման բան ստեղծվի, իրավիճակը ում հետ եք պատրաստ կոալիցիա կազմել, ում հետ ոչ։ Գիտեք ոնց, ես մեր այս քարոզարշավի օրերից հասկացել եմ մի բան, որ ստեղ կոալիցիայի խնդիր չի լինելու, ստեղ լինելու է հաղթանակ։ Եվ ժողովուրդը իր քվեով դա մարտի 30-ին կապացուցի, բոլորս ականատես կլինենք այդ ամեն ինչին։ Բայց այնուհանդերձ դուք կա ուժ, որի հետ պատրաստ եք համագործակցել։ Համագործակցություն ասվածը, այսինքն տեղ ուղարկեմ գնանք, թե համագործակցությունը որն է։ Թե որ ավականու անդամները միանան եւ հնարավոր լինի քաղաքապետ ընտրեն։ Ավականու անդամների մասին է խոսքը։ Գիտեք ոնց, եկեք ես այդ հարցին նույն կերպ պատասխանեմ, ոնց որ պատասխանեցի, մենք գնում ենք հաղթանակի եւ այդ հաղթանակը կտոնենք։